Որ ոլորտներում եւ ինչպես ավելի արդյունավետ գործակցել Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հրավերով Հայաստանում են ռուս գործընկերները։ Նախագահ Սարգսյանը վստահ է, որ ներդրումային եւ գործարար միջավայրը զարգացնելու ծրագրեր նախագծելիս ռուսական փորձն օգտակար կլինի հայկական նորաստեղծ կենտրոնի համար։ Ընդամենը մեկ օր Երևանում ու արդեն հասցրել են տպավորվել Թումո կենտրոնով եւ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամի գործունեությամբ։ Զարմանալու առիթներ էլի կլինեն, վարչապետը վստահ է, ովքեր առաջին անգամ են Հայաստանում Կարեն Կարապետյանը նրանց խորհուրդ է տալիս երազանք պահել։ Կատարվում է։ Շատ եմ ուզում, որ Հայաստանից գնաք այն մտքով ու համոզմունքով, որ Հայաստանի կառավարությունը վստահելի գործընկեր է ներդրողների համար, որ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը լավագույն կետը շփումների եւ ներդրումները մեծացնելու համար։ Հայաստանում են նաև ռուս ձեռներեցներ, ներդրումային դաշտն են ուսումնասիրում, թե որտեղ ինչ պոտենցիալ կա։ Արտահանման համար պայմաններ ստեղծելու հարցն ենք քննարկում ոչ միայն Ռուսաստանից Հայաստան, այլև ԵԱՏՄ տարածքից։ Հայաստանը կարող է յուրահատուկ հարթակ լինել դեպի Եվրամիություն եւ Իրան արտահանման համար։ Համաշխարհային բանկի Doing Business-ով Ռուսաստանը 40-րդ տեղում է, իսկ Հայաստանը 38-րդ։ Այս տեսանկյունից մեզ հետաքրքիր է ձեռնարկությունների եւ սեփականության գրանցման ձեր փորձը, ներդրողների հետ հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը։ Մայիսին պատասխան այցով եւ հրավերով Ռուսաստան կմեկնեն Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի անդամները։ Հենց այդ ժամանակ էլ կստորագրեն համագործակցության համաձայնագիրը։ Նելի Հարությունյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։